զբաղվում եք ունեք ջահերով եր։ Ես կխնդրեմ ծնողներին, ինձ խնդրանքներ Ացապուր ջան, ասենք արժակից մենք բոլորս գիտենք, որ ստի վրա ինչը հիմնված է փնուսվելու է։ Բոլորս քրիստոնյա ենք, եթե ունեն աստվածավախություն, մենք այլակ դատեսպետ չունեցան դատաստան աստծոտ են բոլորս են ու պլուս պղծերը։ Կայնելու են դատաստանի դիմաց։ Իհարկանս մեր եղերնի ջարդերի հայերի մենք չենք ուզում մեր եղերնի, դրա համար ենք հավաքվել հայեր ջան։ Բայց մեր պահանջը քանի որ պղծերը չկարացան զուլալ մարդկանց հետ դեմարդեն խոսալու, դրա համար մեր ծնողներին կխնդրենք կարճ կապել, որպեսզի մեր աղջան ավարտենք, որպեսզի միանանք մեր ջահերով երթենք։ Ացապուր ջան։ Եվ ունենք եւս մեկ ելույթ ու կապով։ Երևույթը շատ հայտնի չասեմ, որովհետև շատ համացնողներից համար շատ դժվար է։ Ամեն անգամ խոսել մեր այսպես ամրացնելի ամենքարակների ծավի ուղղակի մի հարց կտամ մեր իշխանություններին, երբ որ իրենք պետք է ընտրվեին, ասում էին ազգային ժողով, ժողովրդավար պետությունա, բոլորը կարող է գնալ, սա բոլորին է, դու կարա քացով բացեք այդ դուռը, մենք քացով չենք բացում, մենք քաղաքակիրթ ձևով խնդրել էինք, որ տրամադրեին մեզ դահլիճ, ինչի համար, որովհետև մեր պահանջը արդարացի է, ես հաց չեմ պահանջում, ես հող չեմ պահանջում, ես ուր չեմ պահանջում, ես փող չեմ պահանջում, մենք մեր երեխեքին ենք պահանջում, բացահայտենք նրանց ճակատագրերը, վերադարձրենք նրանց տուն, հայրենադարձեք մեր երեխաներին, փրկեք գերության տիրաններից, բավական է ձեզ թափ ու կաթողներից շարժվենք ու մեր երեխաներին տուն վերադարձրենք, խնդրում եմ չկանգնացնեն, ես ինձ ընդհանրապես ոչ մի բան չի հետաքրքրում, որովհետև ես սովորական մարդ եմ պահանջում էին 18 տարեկան անփորձ զինվորին պարտավոր են վերադարձնեն ինձ, ես սպասում եմ իմ երեխուն, թողել են ինձ պատասխան տան, ու մեկ էլ ամենայն հաջողով բոլոր ոստիկաններին, բայց մի հատ հարց պիտի տամ, երբ որ ասում են իրան տրվելու ժամանակ ոստիկանը մերն է, ուզում եմ հասկանալ ոստիկանը մենակ իր ընտանիքին է, թե հենց մերն է, ժողովրդին է, այն ժողովրդին է, ժողովրդին ոստիկանը մերն է, իրանցը չի։ Շնորհակալ եմ։